Այսօր կպատրաստենք համացանցը պայթեցրած ելակով եւ սավայարձիներով դեսերտը, որը իդեպ ես որոշել եմ անվանել տորտ ամառ։ Ինչպես հասկացաք, առաջին հերթին պետք է կլոր կտրատել ելակը։ Այնուհետև այս նույն կտանքներին ենթարկում ենք նաեւ բանանը։ Խառակիներից հետո փնտրում եք ձեր տանը եղած կլոր եւ թափանցիկ ամանը։ Թափանցիկը ես ինքս ինձնից ավելացրեցի, կարա տեն չլինի։ Եվ ծածկում ենք այն սննդային թաղանթով։ Եվ հիմա ասեն սիրուն դասավորում ենք մեր ելակե կլորակները։ Եվ սրա հաջորդ շարքը պետքա լինի կրեմը։ Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է ավելացնել սերուցք, հարում ենք սերուցքը։ Հարելուց հետո էլ վրան քիչ ավելացնում ենք խտացրած կաթ։ Պատրաստի կրեմը ավելացնում ենք ելակների վրա։ Հիմա որպեսզի սավայարձիներն էլ տեղադրենք, պետքա կաթի մեջ թռչենք։ Վերցնում ենք պիչինյուշկան, օպայ։ Եվ ստանում ենք մեր առաջին շերտը։ Վրան կրկին ավելացնում ենք կրեմը, իսկ այս շերտին ավելացնում ենք բանաններ։ Ավելացնում ենք կրեմը, կրկին ելակե օղակները ու արդեն ավելացնում ենք սավայարձիների վերջին շերտը։ Վերջում էլի ծածկում ենք սննդային թաղանթով, մի քանի ժամով ուղարկում ենք սառնարան։ Իսկ եթե ցանկանում եք տեսնել տորտ ամառի փորձարկումը, ապա հետևեք ինձ, որովհետև մաս 2-ը չի ուշանա։